Ուրեմն մեր Տերը Հիսուս Քրիստոս ավետարանում ասում է. գայթակղություն պետք է գա, բայց վայ նրան, ում ձեռքով կգա գայթակղությունը։ Երբ որ Քրիստոս այս խոսքերն է ասում, կարծես հիշեցնում է Ադամական դրախտի պատմությունը։ Երբ որ մեր նախաստեղ ծնողներին Տերն ասաց. բոլոր ծառերից կարող եք ուտել, բացի բարու չարի գիտության ծառից, ուզում էր ասել, որ այդ ծառի հետ գայթակղություն կա կապված, որ չարը ուզում է այդ հենց ծառի միջոցով ձեզ խաբել, մի գայթակղվեք, մի ճաշակեցեք։ Իսկ ի՞նչ է նշանակում գայթակղվել ընդհանրապես։ Գրաբարում ասում են գայթել, գայթակղվել, գայթել նշանակում է շեղվել, սաթաքել, հեռանալ։ Երբ որ շեղվում է մարդը ճշմարտության ճանապարհից, գայթում է կամ գայթակղվում է, կամ ինքն է գայթում, կամ ինքն է գայթեցնում, այ կամ ինքն է գայթակղվում, կամ ինքն է գայթակղեցնում։ Երբ է մարդը գայթակղվում, երբ որ Աստծո պատվյանը չի լսում, շեղվում է, այդպես գայթակղվեց Եվան, Աստված ասել էր չուտեք բարու չարի գիտության պտղից, որովհետև կմեռնեք, երբ որ ուտեք այն ժամանակ կմեռնեք։ Եվան լսեց ավելի շատ օծին, քան թե Տիրոջը, ասաց չեք մեռնի, այսինքն փոխեց խոսքը, ձևափոխեց, կլինեք աստվածների նման, շեղեց Եվայի ուշադրությունը, առաջինը մտքով շեղեց, աչքով շեղեց, հետո էլ հոտառությամբ, շոշափելիքով, տեսավ ինչ գեղեցիկ է, հոտը, բուրմունքը լավն է, հաճելի է ճաշակելու համար և գայթակղվեց ու ճաշակեց։ Այս դրախտային պատմությունը այսօր կյանքում իրականություն է դարձնում։ Աստծո ստեղծած արարչության մեջ որևէ բան գայթակղեցուցիչ չկա։ Ոչ մի բանի մեջ չկա գայթակղություն։ Անգամ բարու և չարու գիտության ծառի մեջ էլ չկար գայթակղություն։ Սատանան փայլ տվեց այդ ծառին, խաբեց, գայթակղեցրեց, ասաց չեք մեռնի, կլինեք աստվածների նման, անմահ, բարին ու չարը ճանաչող։ Խառը ինչ որ մի բան է ասում չարը, խառնաշփոթ է, բայց հետաքրքիր է, բայց նորություն է, Աստծո ասածից կարծես ավելացում է, բայց Աստծո ասածի վրա ավելացում չի կարող լինել։ Աստծո արարչության վրա ոչ մի ավելացում չես կարող անել։ Աստված ամեն ինչ կատարյալ է ստեղծել, ինչ որ դու ուզում ես ավելացնել, փոխել, շտկել, ուղղել, ուրեմն աղճատում ես, ուրեմն գայթում ես, շեղվում ես։ Հիմա այս նույն տրամաբանությունը այսօր է գործում։ Մենք բնության մեջ անընդհատ ուզում ենք շեղում մտցնել։ Օրինակ, մարդը իրեն իր իրական պատկերը, կերպարը, որ Աստված տվել է, ստեղծել ու ուզում է փոխել։ Ինքն է գայթում, շեղվում եւ ինքն էլ գայթակղեցնում է, հա? Կանայք պճնվում են, զարդարվում են, մերկանում են, հա? Եվ այդպես Աստծո ստեղծված գեղեցկությունը իրենք ոչ թե արարչին են նվիրում, այլ ուզում են գայթակղեցնել, հա? Իրականում մարդը ոչ թե պետք է զարդարվի արտաքինով, այլ ներքինով, ներսով, ինչպես Պետրոս առաքյալն է գրում, ձեզ եմ գնում կանայք, զարդարվեք ոչ թե պճնակեղ զարդերով, այլ ձեր ներս Աստված պաշտությամբ զարդարեք։ Եվ ի՞նչն է այստեղ վտանգավոր, որ մենք թույլ չենք տալիս, որ մեր միջոցով արարածները արարչին ճանաչեն, այլ այնպես է ստացվում, որ արարչի փոխարեն մեզ են ճանաչում, գայթակղեցնում ենք։ Այո, Աստված ամեն ինչ գեղեցիկ է ստեղծել, բայց որպեսզի այդ գեղեցիկով մենք ամենագեղեցիկին ճանաչենք, արարչին ճանաչենք, բայց երբ որ մենք թույլ չենք տալիս, որ մեր միջոցով Աստված ճանաչվի,
ուրեմն դառնում են գայթակղության առիթ, ինչպես սատանան գայթակղության առիթ դարձավ Եվայի համար, չթողեց, որ առաջին ճանաչի, ասեց ծառը կեր, աստվածների նման կլինես, Աստծուն չես ճանաչի, բայց աստվածների նման կլինես, ոնց կարող ես դու Աստծուն չճանաչելով աստվածների նման լինել, այդպես էլ մարդը վերցնում է Աստծուց տեղված արարչությունը և տեսեք ամեն ուրեք գայթակղություն է մտցնում, օրինակ, ծաղիկները, ծառերը բուրմունք ունեն, չէ, Աստված ամեն ինչ ստեղծել է, դու որքան էլ ամենահոտավետ, բուրումնավետ դաշտը ծաղիկների կամ բուրաստանը ծառերի մտնես, չես գայթակղվի այդ բուրմունքից, ընդհակառակը հաճելի մթնոլորտ կստեղծվի քեզ համար, դու կճանաչես արարչին, Աստծու այդ հոտը, բուրմունքը իր բնությունից կճաշակես, կճանաչես, որ արարչինը ինչքան բուրումնավետ է, որ այսքան բուրումնավետ ծաղիկներ է ստեղծել, ծառեր է ստեղծել, այդպիսի զգացում ապրում ունեցան առաքյալները, որտեղ Թաբոր լեռան վրա բնությունը ծաղկել էր, Քրիստոս պայծառակերպվել էր, անուշահոտություն էր բերում, բայց դրան հակառակ տեսեք մարդն ինչ է ստեղծել, օծանելիքն է ստեղծել, նման է արարչությանը, այո, բնությունից վերցված հոտեր են, բայց դրված է գայթակղություն մեջը, շեղում կա, գայթում կա, գայթակղություն կա, այնպիսի հոտեր է ստեղծված, որ կիրք ցանկություն առաջացնի, անպայման, ծաղկի հոտն առնելով դու կիրք ցանկություն չես ունենում, բայց երբ որ կանայք, նաև տղամարդիկ, իրենց վրա այդ օծանիկ լիքները չափից ավել են լցնում, ուրեմն դառնում են գայթակղության առիթ, գայթակղեցնում են, նույնն էլ հագուստը, Աստված հագուստը ինչի համար է ստեղծել, ստեղծել է, որպեսզի մարդը նախ եւ առաջ իր մերկությունը ծածկի, չէ, երբ որ Ադամը մեղք գործեց, ինչ արեց, թզեն ու տերևներից գոգնոց պատրաստեց եւ իր մերկությունը ծածկեց, չէ, մեղք գործելուց հետո ամոթը զգաց, մինչև մեղք գործելը չեր ամաչում, ուրեմն զգեստը ցեղծվեց առաջնահերթ մերկությունը ծածկելու համար, երկրորդ, որպեսզի հարմարավետ լինի, որպեսզի կարողանա մարմինը տաք լինել եւ չմրսել կամ շոքի պարագային թեթև հագնվել, բայց առաջնահերթ նպատակը հագուստի ստեղծելու, մերկությունը ծածկելու համար է, որտեղ մարդը մերկ էր եւ չէր ամաչում, դրախտում ասում է, բայց հիմա հələ նայեք, հագուստը հատուկ ստեղծված է հիմիկվա, հատկապես ամռանը, որպես մարդու մերկությունը ընդգծի, այնպես է ստեղծած հագուստը, որ երևի մարդը մերկ լինե, ավելի քիչ գայթակղեցուցիչ լինի, քան այդ հագուստով, այնպիսի հագուստներ է ստեղծվել, որ հատուկ գայթակղեցնի, կանայք տղամարդկանց, նաև այսօր նաև տղամարդիկ կանանց, ցավոք սրտի, այտենց էլ է լինում, եւ ինչն է մեզ համար չափանիշը, մենք պետք է ընտրենք այն միջին ոսկին, հագուստի պարագային, օծանելիքի պարագային, որ արարչությանը հավասար կամ շատ մոտ լինի, նպատակի, հագուստի նպատակն ինչ է, եթե ինչ-որ բան ենք ուզում օգտագործել, ավելի լավ է բնական յուղեր օգտագործել, ոչ թե օծանելիք, սա ավելի արարչության վարդի յուղը, վարդի հոտին նման, բայց օծանելիքը փոխած է, գայթում կա այդտեղ, գայթակղություն կա այդտեղ, զգեստը, որ մերկությունը ծածկի, եւ ոչ թե գայթակղեցնի, արտաքին տեսքը, նույն ձևով մենք պետք է ամեն ինչ անենք, որ արարչությանը մոտ լինենք, վերացնենք 99% գայթակղությունը, հիմա տեսեք, սնունդը, կերակուրը, Աստծո ստեղծված ամեն ինչ որ կա, չափի ու կշռի մեջ է, որևէ գայթակղություն չկա, բայց վերցրեք մարդը, այդ արարչությունը վերցնում է եւ եղծում է, գովազդում է, ինչն է գովազդում, իր ապրանքն է գովազդում, բայց Աստծո արարչությունը գովազդելու կարիք չկա,
կերակուրը, որ մեծամեծ խանութներում դուք մտնում եք դրված է ամբողջ գովազդի վրա է, իսկ Աստված տեսել եք, որ իր արարչությունը գովազդի չի գովազդում ոչ բան, կարիք չկա գովազդելու, ասես մարդը ստեղծում է ու սկսում է գովազդել, ինչու է գովազդում, որտեղ այդտեղ կա իր միջամտությունը, արարչության իր մեկնաբանությունը, եւ եթե այդ արարչության իր մեկնաբանությունը սնունդ է կերակուրը, որ ինքը ստեղծում է որպեսզի ճաշակի եւ մարդիկ ճաշակեն, առաջացնում է գայթակղություն, այսօրվա սնունդը շատ գայթակղեցուցիչ է, համեր են տրված, անգամ աճելու ժամանակ են իրենք կարողանում այդ համերը տալ, այդ չեմ ասում պատրաստելու ընթացքում, եւ այդ համերը մարդու մոտ գայթակղություն են առաջացնում, եւ մարդը անընդհատ ուզում է ուտել, օրինակ քաղցրը, չէ՞, քաղցրավենիքի ինչ տեսականի կա, բայց լարարչության քաղցրավենիքը նայի, ամենաքաղցրը մեղրն է, բայց այն էլ շատ չես կարող ուտել, բայց հələ քաղցրավենիքները նայի, կոնֆետները նայիր, ինչքան ուզես կուտես, կուտես, եւ դարձնում է գայթակղություն, այսինքն Աստծո արարչությունը վերցնում ենք, մենք այլափոխում ենք, ձևափոխում ենք, եւ այդպես գայթակղվում ենք եւ գայթակղեցնում ենք, դրա համար մեր Տերն ասում է, վայ նրանց, որոնք կգայթակղեցնեն, վայ, ուրեմն, մեր ընդհանուր սկզբունքը, որպեսզի չգայթակղվենք եւ չգայթակղեցնենք, գրեթե հավասար, գրեթե նույնական պետք է լինենք արարչության հետ, ինչ որ արարչությունից շատ է հեռանում, ուրեմն չարի սադրանքը, չարի ներկայությունը կա այնտեղ, վերացնենք, հանենք մեզանից ավելորդը, շեղումը հեռացնենք, մոտենանք արարչությանը, մենք իրար տեսնելով, մարդիկ օրինակ տեսնում են, գայթակղվում են երիտասարդները, սիրահարվել ինչ է նշանակում, սիրահարվել նշանակում է գայթակղվել իրականում, սերն ուրիշ բան է, սիրահարվելն ուրիշ բան է, ծառը ուրիշ բան է, աճեցրած թուփը ուրիշ բան է, ծառը 100 տարի է, աճեցրած թուփը 6 ամիս, 6 ամիս հետո նորը պետք է դնես, սերը հավերժ է, սիրահարվածությունը, այսինքն գայթակղությունը 6 ամիս, դրանից ավել չի տևում, ուրեմն մենք նախընտրենք Աստծո արարչությունը, հեռացնենք գայթակղությունը, ամեն